Գործադիրը հաստատել է օրինապահ հարկ վճարողների խրախուսմանն ուղղված նոր օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է արմատավորել հարկերի վճարման մշակույթը եւ բարձրացնել հարկային կարգապահության մակարդակը։ Պետ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ համակարգը առավել գրավիչ դարձնելու, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ։ Միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտად դիտարկում երամսյակային կտրվածքով։ Մյուսը մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0.8 գործակից, ինչը նշանակում է 20%-ով նվազեցնել ռիսկերը։ Երրորդը այդ հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորության ներդրում, նշանակելով սպասարկման համապատասխան մասնագետ այդ օրինապահ հարկ վճարողի համար։ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող տնտեսվարողներին շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ հանրապետությունում առկա խնդիրների լուծման ճանապարհը պետական բյուջեի մեծացումն է եւ 2017-ից մինչեւ 2025 թվականը պետական բյուջեն կրկնապատկվել է։ Դա ըստ նրա հասարակության եւ պետական մարմինների ջանքերի շնորհիվ է։ Վարչապետի խոսքով հասարակության խնդիրն է վճարված հարկերը հասցնել նախատեսված հասցե եւ իհարկե այդ հասցեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Էլի ուզում եմ ընդգծել, եթե կա որևէ խնդրեմ հանրապետությունում, եթե այդ խնդրեմը արտացոլված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ, ուրեմն այդ խնդրեմը լուծման ճանապարհին է։ Եթե արտացոլված չէ, ուրեմն այդ խնդրեմը չի լուծվելու։ Հաջորդիվ հաստատվել է Բաբաջանյան աշտարակ խճուղու ճանապարհային հատվածի նորոգման մասին նախագիծը։ Աշխատանքների վերսկսման վերաբերյալ վարչապետն ակնկալում է քաղաքային իշխանությունների ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության սերտ համագործակցությունը։ Մենք պլանավորում ենք, որ գալիք ամիս ու կեսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է սկսենք, հենց ֆիզիկապես պետք է սկսենք, այս պահին ավարտվում է նախագծման, վերանախագծման աշխատանքների հիմնական, այսպես ասած, մեծ փաթեթը, որից հետո իրականացվելու է դետալացված որոշակի աշխատանք։ Հիմնանորոգման աշխատանքները սպասվում նաև կոյուղիների եւ հեղեղատարների համակարգում, իսկ թե որ հասցեներում են աշխատանքներ կատարվելու քաղաքապետը մանրամասնեց։ Իսակովի պողոտայի եւ Սևաստիա փողոցի հատման հատվածում, որտեղ որ մեծ հեղեղումների ժամանակ լիճ է ձևավորվում եւ արդեն ֆինանսական միջոցները հատկացվում են դրա համար, բայց բացի դրանից եւս 28 հասցեներում իրականացվելու է կոյուղատար համակարգի հիմնանորոգումներ եւ նաեւ եւս մի հասցեում հեղեղատար համակարգի։ Աշխարհաքաղաքական որոշակի զարգացումներով պայմանավորված գնաճ է արձանագրվել պարարտանյութերի համաշխարհային շուկայում։ Գործադիրը որոշել է աջակցել ֆերմերներին պարարտանյութերի ձեռքբերման եւ գնի սուբսիդավորման միջոցով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ծրագրով սուբսիդավորվելու է եւ ներմուծվող եւ Հայաստանում արտադրվող պարարտանյութերը։ Նախագծով առաջարկում ենք մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը սուբսիդավորել ամեն պարկի, այս դեպքում 50 կիլոգրամի համար, մեկ վաճառքի գնի եւ 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավել, քան 50 կիլոգրամի մեկ պարկի համար 3000 դրամը։ Ավելացել է պետական գույքի գույքահարկը ոչ միայն Երևանի, այլև համայնքների համար։ Ըստ վարչապետի օրենսդրական նոր կարգավորման պետական շենքերը նույնպես գույքահարկ պետք է վճարեն, որի արդյունքում համայնքների բյուջետային հնարավորությունները կմեծանան եւ այդպիսով լուծումներ կտրվեն համայնքային խնդիրներին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։